պարզապես չէի կարող չհիշատակել երեկվա ռուսական վեստի թողարկման ժամանակ հնչեցված կադրեր։ Մենք բոլորս հիշում ենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին աղետալի երկրաշարժ եղավ Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում և շրջակա տարածքներում։ Մենք ձեզ հետ միասին հիշում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, ինչու չէ նաև Վրաստանի Հանրապետությունը առաջիններն էին, որ անապահ օգնության ձեռքը մեկնեցին։ Ձեր խոնարհ ծառան այդ ժամանակ աշխատում էր Մաշտոցի կուսակցության Մաշտոցի շշկոմի առաջին քարտուղար, երբ այդ ահաբեր լուրը լսեցինք, մեզ տեղ չէինք գտնում, յուրաքանչյուրս ուզում էինք մի բանով օգտակար լինենք, Հայաստանի Հանրապետության Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, փոխվարչապետ Լևոն Գուրգենի Սահակյանը, քաղաքի առաջին քարտուղար Գրիգոր Եգորիչ Ասատրյանը մեզ ասեցին, հիմա անհապաղ պետք է սնունդ և սննդամթերք հասցնել աղետի գոտի, որովհետև ամեն ինչ փլուզվել է, մարդիկ փաստորեն սոված են։ Եվ հաց արտադրական միավորման գլխավոր տնօրեն Ստանիսլավ Գուրգենովիչ Հովակիմյանին երբ այդ ասեցի, ասեց խնդիր չկա, ժամուկեսվա ընթացքում որ թխվի, մենք ավտոշարասուն կուղարկենք, ինչպես նաև սննդարի պետ Նապոլեոն Սուրենովիչ Ազիզյանին երբ ասեցի, ասեց երկու բեռնատար կկարողանամ, իսկ վաղվանից ուրեմն մենք այդ սննդամթերքի ուղեկցությամբ գնացինք աղետի գոտի Սպիտակի շրջան, արդեն իսկ գյուղերին տեսանք այդ վշտի մեջ թաթախված մեր ազգաբնակչությանը, որը խորին շնորհակալությամբ ընդունեց այդ ամենը, ինչու եմ սա հիշում, ճիշտ դրա հաջորդ կամ մյուս օրը Սովետական միության Կոմկուսի գլխավոր քարտուղար արդեն իսկ պրեզիդենտ էր դարձել Միխայիլ Գորբաչովը իր տիկնոջ Ռաիսա Գորբաչովայի հետ միասին Հայաստանի Հանրապետությունում էր։ Դուք պետք է տեսնեիք այն զարմանքը և տարակուսանքը, որով Գորբաչովը ինտերվյու էր տալիս, ուրեմն ռուսաստանյան հիմնական հեռուստակայաններին ասելով, որ ես բացարձակապես չեմ հասկանում ինչ է կատարում, որովհետև աղետի գոտում Գյումրիում փլատակների տակից դուրս էին գալիս, ուրեմն մազապուրծ եղած հայերը և առաջին հարցը նա էր, իսկ Արցախում ինչ կլինի։ Դե պատկերացրեք, ինչ դաստիարակություն կար, ինչ հայրենասիրություն կար, և մենք երբ համեմատում ենք դա, և այն, որ 100,000-ից ավել արցախահայությունը էթնիկ զտման հետևանքով հասավ Հայաստան և հիմա թե ինչ վերաբերմունք է դրսևորում այդ զտման համահեղինակների կողմից, մնում ես ապշած, համահեղինակ ասելով ես Փաշինյանին նկատի չունեմ, Փաշինյանը հեղինակն է այդ ամենի, ես նկատի ունեմ ճիշտ Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելին, ես նկատի ունեմ Ժոզեֆ Բորելին, Օլաֆ Շոլցին, Գերմանիայի կանցլեր, Էմանուել Մակրոնին, ովքեր 22 թվականի հոկտեմբերի 6-ին ծափահարություններով ընդունեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և վավերացումը առայն, որ ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 86,640 քառակուսի կիլոմետրի վրա, որի մեջ մտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածությունը։ Հիմա փոխանակ այդ ամենին վերադառնան, մեղայականով հանդես գան և ամենը ձեռնարկեն, որ իրենց իսկ սեփական մեղավորությունը թոթափեն, քավեն, շարունակում են խրախուսել և տեր կանգնել Նիկոլ Փաշինյանին։
Այսինքն ասել կուզի Փաշինյանը իրենց կամքն է կատարել, որ արժանանում է մինչև օրս հավաքական արևմուտքի դրական վերաբերմունքին։ Միևնույն է, մենք համոզված պետք է ասենք, որ Փաշինյանի այս խիստ վտանգավոր թշնամական, դավաճանական դրսևորումները ունենալու են իրենց վախճանը եւ վախճանը լինելու է հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության։ Շնորհակալություն։